Իդեպ մեկ տարի առաջ այսօրը հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ազգային ժողովի մոտ իշխանությունը ոստիկանական տարբեր ուժերի միջոցով հարձակում գործեց խաղաղ ակցիա իրականացնող հազարավոր քաղաքացիների վրա։ Նետեց լուսաձայնային նռնակներ, ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին, 100-ից ավել մարդ վիրավորվեց։ Քաղաքացիներից մեկը լուսաձայնային նռնակի պայթյունի պատճառով կորցրեց ձեռքը։ Մեկ տարի անց ստիպված ենք փաստել, որ որևէ ոստիկան պատասխան չի տվել խաղաղ ակցիան բռնի ուժի գործադրմամբ ցրելու, քաղաքացիների առողջությանը ծանր, իսկ որոշներինը անդառնալի վնաս պատճառելու համար։ Փոխարենը պատասխանատվության են ենթարկվում ցուցարարները, որոնցից 16-ի նկատմամբ քրեական հետապնդում սկսեց։ Իդեպ այսպես կոչված ժողովրդավարության բաստիոնում կատարված այս ողբերգությունը, որքան էլ որ զավեշտալի է, որևէ արձագանք չստացավ Հայաստանում ներկայացված մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից մշտապես խոսող միջազգային կառույցների կողմից։